Փառքնեժդեին օրերը որքան գլորվում են դեպի ընտրություններ, այնքան ավելի հեշտ է լինում ընկալելը, թե ինչ է ցանկանում ռեժիմը եւ ինչ է շոշափում, ինչ է ստուգում։ Ես օրեր առաջ ասացի, որ քանի որ տարածաշրջանը խառն է եւ Հեյդարի Լագոտն ու Ռեջեբը խառն են, սրան ասել են էժան տարբերակներով մտի ժողովրդի մեջ զբաղեցրու, որ իրենք չգան քո դուռը հավաքված։ Բնական է, մենք գիտենք, որ ասենք այդ ուտելու process-ը մոդիկից շատ տհաճ երևույթ է, չէ՞, որ բերանը բացում է, մտցնում է բերան, ասենք հատուկ նկարել ուտելը ու ժողովրդին ցույց տալ, դա էթիկայի նորմին հակասող երևույթ է։ Դա նույնն է, որ շատ կներեք գնան ըստ զուգարան նկարի ցույց տա։ Այ եթե որևիցե ռեստորան կամ սննդի կետ փորձում է գովազդել իր կերակուրը, բլիթ կլինի, հա, բուլկեղեն կլինի, չգիտեմ, խորոված կլինի, հա, քաղցրավենիք կլինի, պաղպաղակ կլինի։ Հա, ինքը կարող է, ասենք, հեռուստաաստղերի միջոցով կլինի կամ երեխաների միջոցով կլինի, գրգռող, համեղ ներկայացնող, ասենք, տեսարաններով էս տեսահոլովակներ սարքում եւ գովազդում են իրենց կերակուրը։ Բայց կներեք, Նիկոլը չեմ կարծում, որ ինչ-որ մի ռեստորանի կամ չգիտեմ ինչի գովազդներ անում։ Ու հեռախոսի այդ խցիկին այդքան մոտ բերանը բացել է, տարբեր դիրքերից տարբեր ձև են կալվում, նայվում։ Եվ մարդիկ այդ դիրքը բռնում են, կանգնեցնում են եւ շատ մի անշնորհք, մի աչքը փակ, բերան անշնորհք բաց, ասենք այդ մթերքը մեծ ծավալի դեպի բերանը գնացող, տարբեր դիրքերով նկարում են եւ համացանցում, ասենք ցույց են տալի եւ ծաղրում են։ Հիմա եկեք հասկանանք, այս մարդը իսկապես գիժ է, իրեն ուզում է որ ծաղրեն, այսինքն նյութ է տալ ժողովրդին, թե չէ։ Չէ, մարդը զբաղեցնում է։ Մարդը զբաղեցնում է, որ Ալիևի բանի Ռեջեբի համար իրավիճակը պարզվի։ Իրանք չգիտեն ցամաքային գործողություն Պարսկաստանի հանդեպ լինելու է, թե չէ։ Իրենք չգիտեն։ Եթե լինի, բնականաբար Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքն են օգտագործելու։ Կարող է Թուրքիան ոնց որ այն դեպքում թույլ չտվեց իր տարածքն օգտագործեն, բայց Ադրբեջանը չի կարող Իսրայելին դեմ գնալ։ Ուղղակի չի կարող։ Իմացեք, որ Իլհամն էլ Իսրայելի Նիկոլն է։ Առանց տարբերության։ Ուղղակի իրենց բախտը բերում է, որ ասենք այս պահին Իսրայելի շահերը բացառապես համընկնում է Ադրբեջանի շահերի հետ։ Հասկանաք, չէ՞։ Ու այս իրավիճակում հիմա ինքը մի ոտ շուտ, մինչև քարոզ արշավը։ Ինքը սկսում է ամեն կերպ ստուգել ժողովրդի տրամադրությունը, որ իսկական քարոզ արշավի ժամանակ իմանա ինքը ոնց պետք է իրեն դրսևորի։ Հասկանում եք։ Անկամ Աննայի հետ այդ բաժանումը, տեսեք, շատ աննկատ գնաց։ Ինչ որ մի բան մարսեցին, չնայած իսկական իրական իշխանապողություն իրանց բառն օգտագործեմ, իրական իշխանապողություն լինելու դեպքում Աննան էլ է հետ գալու, Փովերն էլ է հետ բերելու, Տարազն էլ է հետ բերելու, ինքն էլ Քոչարյանն էլ, Սերժիկն էլ, Նիկոլն էլ դատվելու են։ Ու ոչ թե տարիներով խոսացվելու է սա թալանեցնակերով, դատվելու են ու վերջ, թեման փակվի, հատուցելու են ու թեման փակվի։ Ոնց որ Նիկոլը հիմա անընդհատ խոսում է Քոչարյանի կերածներից ու նորից շարունակում է խոսել, հա, այնտեղ հատուկ պարապել են, որ Քոչարյանին պահեն, ընտրությունների ժամանակ գցեն կացուտակ կոպիտ ասած, էլի։ Քոչարյանն էլ ոնց որ պատրաստ է, էլի, որ անտա իրեն ասեն, լափել ես, կերել ես, մորթել ես, սպանել ես, թալանել ես։ Սենց տպավորություն է, որ Քոչարյանը ազատության մեջ է, որ իրեն օգտագործեն հայհոյելով, վարկաբեկելով, մեղադրանքներ ներկայացնելով։ Հասկանաք, սենց իրավիճակ է։ Եթե մենք գանք իշխանության, այս խոսակցությունները շատ կարճ ժամանակ հետո, երբ որ ամեն ինչ կայանա, կընկնի իր տեղը դադարելու է։ Էլ ոչ խոսելու են Քոչարյանի կերածից, ոչ Սերժիկի, ոչ Լևոնի, ոչ Նիկոլի, ոչ Աննայի, հա, ոչ Գրձոյի, ոչ Մեգելի, ոչ մյուսի։ Բոլորն իրենց պատիժը ստանալու են, դնելու են տեղ ինչ տարել են։ Երկրի արտաքին պարտքնել են արվելու, բանակի վիճակնել է կարգավորվելու։ Իսկ եթե հերթով նորից սրանցից որից է մեկն եկավ, ասենք եկավ Քոչարյանն այ սկսել Նիկոլին մեղադրել ու ընդամենը մեղադրել։ Նիկոլն է սարեց, Նիկոլն արեց, Նիկոլն արեց։ Մնաց Նիկոլը, Նիկոլը շարունակել է Քոչարյանն է սարեց, նա է սարեց, նա է սարեց ու դենց։ Ի շրջանս յուր։ Ում յուր կտեսնեք, որ էլ չկա պետություն։
Իսկ իրական իշխանափոխության դեպքում այս խոսակցությունները դադարելու են։ Հիմա դառնամ բուն նպատակից ասելու։ Հիմա երբ որ սա այս կապիկություններն անում է, ինքը բուն արդեն երբ որ կսկսվի ապրիլի 20-ից հետո երբ որ քարոզարշավը կսկսվի, այսինքն երբ որ գրանցվեն, բան կանեն, այսինքն կարծեմ նախ 40 օր է տրվում։ Ընտրությունից 40 օր առաջ նոր կարող է սկսել քարոզարշավը։ Ինքը արդեն նոր մեթոդով է շարժվելու։ Եվ այս ընթացքում ինքը դա գիտի, որ Արցախը իր խոցելի տեղն է, ինքը հիմա այս փորձերով ինքը ժողովրդի զգացմունքները շոշափելու է, տեսնի իսկապես Արցախը դեռ ժողովուրդը, ասենք, ընդունում է, որ Արցախն իրենն է։ Ու մինչև քարոզարշավ ինքը պետք է այս շոշափումներով ինքը պետք է լրացնի բոլորին, ով Արցախ անունը կդա։ Այսինքն Բերիա, Ստալին, հասկանում եք, սենց իրավիճակ է լինելու Հայաստանում։ Տեսանք, որ Արցախի ֆոնի վրա մարդը նկարվել է, քրեական գործեն վրա են բացել։ Վաղն էլ Արարատի նկար է գցում, Արարատ հետ նկարվում է, Արցախի, ասենք, տադու պապի հետ նկարվում է, կարող է դրանց դատի տա։ Հասկանում եք, սա 21-րդ դարն է, որ դու մարդու նախասիրություն է։ Մարդը կարա հենց հիմա հանգիստ Հիտլերի նկարը դնի կրծքին ասես սիրում եմ այս մարդուն, ոչ մեկ իրանք չունի, ասին ինչի ես սիրում։ Այդ Հիտլերի պես բան կանի, նոր կդատեն։ Բայց Հայաստանում գործում է, այսինքն ցրան վերգոն իրեն դրել է Հիտլերի, բանի Ստալինի տեղը։ Բայց դա թելադրվում է Բաքվի կողմից, ուրիշ ձև չկա։ Մարդուն ասում է, այս քարտեզը վերցրա, Հայաստանի սոցիալիստական հանրապետության բանն է, տիպաժն է, դա քարտեզ չի, դա պետություն չի։ Ու մարդ որ հրաժարվում ասում, դու վիրավորեցիր իմ պետության, այս ցրան դեպսը ում մատ է թափ տալի։ Ու այս մատով հարց է լուծում իբր։ Ասում է, ես թույլ չեմ տալու, ասում, տղա, լուրջ փաստարկ բեր, թե ինչու չի կարող ինքը այդ մակետից, այդ նմանակող, այդ եզրագծված կտորից հրաժարվել։ Դու ոչ թե ասես, ես քեզ թույլ չեմ տալու, ես քեզ այս կանեմ, ես քեզ այն կանեմ, դու պատճառը բեր։ Մարդը ասում է, ես ուրիշ քարտեզ ունեմ։ Այսինքն դա իմը չէ։ Ոչ թե ինքը Հայաստանի քարտեզը չի ճանաչում կամ չի հարգում, որ դուք էլ դարձել եք մատներիդ փաթաթան, Հայաստանի հանրության հանդեպ հարգալից վերաբերում չի։ Չէ, տղա ջան, դու կարող ես նույն հաջողությամբ Ադրբեջանի քարտեզը թափահարես, վրեն գրես Արմենիա, ասես, «Բան մարդը չհարգի այդ քարտեզը»։ Դու իսկական քո ասած իրական քարտեզը, դու առաջին հանրապետության քարտեզը թափահարի, հրետես ոնց չեն մարդիկ խոնարհվի այդ քարտեզի առաջ։ Եվ մարդը պատճառաբանություն է բերում, թե ինչի չի ընդունում։ Իսկ դու պատճառաբանություն չես բերում, դու մատը թափ ես տալիս, ես թույլ չեմ տալու, որ դուք մտածեք, հələ մի հատ էլ գնաք Արցախ։ Այդ մարդն ասում է, ես գնալու եմ, այդ իմ երկիրն եմ գնալու, իմ Արցախն եմ գնալու, իմ հայրենիքն եմ գնալու, իմ քարտեզը էս է, այդ չի, բան, ասում է, ես թույլ չեմ տալու։ Օրինակ Ալիևը չի ասում, ես թույլ չեմ տալու, որ դու գաք Արցախ։ Իհարկե թույլ չի տալու, եթե իրեն մնա, բայց չի բարձրաձայնում։ Ալիևի փոխարեն Նիկոլն է բարձրաձայնում։ Դե այդ նույն ինտենսիվությամբ ասա ադրբեջանցին չի գալու Հայաստան։ Ես թույլ չեմ տալու։ Արևմտյան Ադրբեջան ասողին սենց եմ անելու։ Թույլ չեմ տալու։ Չկա։ Այսինքն այս ընթացքում Նիկոլը շոշափում է ժողովրդի պատկերացումները, որ երբ որ սկսի քարոզարշավ ինքը իմանա որտեղ ինչ պետք է անի, բայց մինչև այդ կտեսնեք, որ Արցախը հայության հանդեպ ինքը բռնություններ է ցույց տալու։ Դրա համար ժողովուրդ, ես կոչ եմ անում, որ թույլ չտանք բանը հասնի ընտրության։ Թույլ չտանք բանը հասնի ընտրության։ Սրանց մուրազ այս թրկահպատակների, սրանք ոհմակ են, իրանց փորում մնա։ Սա մինչև ընտրություններ այս հարցը պետք է կարգավորվի։ Հասավ ընտրություն կեղծելու է։ Հիմա էլ մի հատ ընկնելու ենք այդ կեղծիքի հետևից գնանք։ Պայքարենք, բայց այն ժամանակ երբ որ իշխանությունը նորից իր ձեռքում կլինի, ինքը սահմանի բան, ճգնաժամային իրավիճակ, կբերի զորքերը կլցնի քաղաք, բոլորին կարգելի, ժամ կդնի, հասկանում եք, պարեկային ժամ կսարքի։ Իշխանությունը մնաց իր ձեռքում, խեղճացնի։ Օրենքներ կմշակի, որ ով սենց խոսի դատում եմ, ով սենց անի դատում եմ, ով նենց ասի սպանում եմ։ Մարդն ասում է Հայաստանը, բանը, Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջան։ Շան տղա, Հայաստանն ով է։ Այդ քո թափ տված բանը,
Դա հանցագործի պիտակ է։ Եթե ես ընդունում եմ խորհրդային Հայաստանի սահմանները, նշանակում է ես օկուպանտ եմ, այսինքն Արցախն օկուպացրել եմ։ Բա դրա պատասխանով պետք է տա։ Դու ինձ պարտադրում ես, որ ես իմ վիզ վերցնեմ, որ ես հանցագործ եմ։ Առրկես։ Ես հանցագործ չեմ, ես հայրենիք եմ պաշտպանել։ Հասկացար։ Ու քեզ չի հաջողվելու, Նիկոլ, իսկապես չի հաջողվելու։ Հասկացաք, սիրելի հայություն, պետք է սրա դեմն առնենք, որ սա չհասնի ընտրություններ։ Եվ ասեմ, կարող է արդեն քարոզարշավի իրական սեզոնին, ասենք, երբ որ արդեն բաները, արդեն մրցարշավը, իսկապես քարոզարշավը սկսվի, բոլորը մտնեն այդ դաշտ, ասենք, ձևական Աննան գա նորից միանա Նիկոլի հետ, ռեյտինգը բարձրացնելու համար, ժողովրդի զգացմունքների վրա ազդեն, ինքը խեղճացած լինի գա ասի, գնացի աշխարհում անե գա, սրա դուրն ընկա, նրա դուրն ընկա, սրա ոտքն ընկա, բայց քոպես տղամարդ չկտա։ Մեղի արի, ինձ էլ խնդրում եմ ների ես եկել եմ, ինձ ընդունի, օրինակ։ Ու ասենք, մի տեսարան սարքեն ժողովրդի մոտ անեն, վայ, զոմբի մասան, չէ՞ կա, չէ՞ դենց։ Վայ, Աննան փոշմանել է, դες Աննան գնահատեց Նիկոլին, մեր։ Չլինեք մանգամիտ։ Նիկոլը պետք է դրություն չհասնի։ Ով ոնց ուզում է մտածի, այս ուղղությամբ պետք է աշխատվի։ Մնաք խաղաղությամբ։